Ողջույն Արմենիայի եթերում ժամը լրատվականն է։ Այսօր մենք ամփոփենք տարին դա տրամաբանական է։ Եվ այսպես արտասվում էր Պուտինը Կրեմլի բակում։ Դարձել էր նախագահ, աչքերին չէր հավատում։ Փողոցներում տեղադրված արագաչափերը ստիպեցին վարորդներին ճանաչել իրենց չափերը։ Երևանը հռչակվեց գրքի մայրաքաղաք, իսկ ազգային գրադարանը մնաց անբարեկարգ։ Բուտիկներ էին սարքում, Մաշտոցի պուրակում, ակտիվիստները պահանջում էին շտապ ապամոնտաժում։ Նախագահը քաղաքապետին ասաց ու պահանջեց. Գեղեցիկ չէ, լավ կլինի ապամոնտաժես։ Երեկացված նայելով ժամի լուրերը սպասված, լուրեր քաղաքական, մշակութային վերլուծական։ Երեկացված նայելով ժամի լուրերը սպասված, լուրեր քաղաքական, մշակութային վերլուծական։ Ազգային ժողով, թեժ ընտրապայքար, հաղթեց ՀԿ-ն, ասում են արդար։ Շուշան Պետրոսյանն էլ դարձավ պատգամավոր, ու շատ շուտով նա կդառնա մի շարք մարդկանց խավոր։ Գործազուրկ փղեր, մուրած կանցիեր, թափառական կապիկներ ու որփացած արջեր, պայթեցին կրկեսը, գազանները նեղացան, լքեցին Հայաստան ու դարձան սփյուռքագազան։ Երեկացված նայելով ժամի լուրերը սպասված, լուրեր քաղաքական, մշակութային վերլուծական։ Ոսկե մեդալ չնվաճեց Ջուրֆալակյանը, վախկոտ հակառակորդը նախորդ յուղել էր ջանը, իսկ Ռիփսիմեն ծարամարտից բրոնզ բերեց, ու մեդալով լավ էլ ճոխ հարսանիք արեց, ու ֆոնին գոլ խփեց Հենրիկ Մխիթարյանը։ Գեղեցիկ էր այդ գոլը, քան Միս Հայաստանը, հաղթեցին շախմատիստները, եւս մեկ նորություն, չեմպիոնությունը նրանց մոտ դարձավ սովորություն։ Երեկացված նայելով ժամի լուրերը սպասված, լուրեր քաղաքական, մշակութային վերլուծական։ Երեկացված նայելով ժամի լուրերը սպասված, լուրեր քաղաքական, մշակութային վերլուծական։ Եվ վերջում լուրեր եղանակից ուշադիր եղեք, լսեք դուք ինձ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ մոտ ապագայում գեոմագնիսական դաշտը կլինի կայուն։ Անցած տարի ամռանը շատ հով էր, այսօր այսքանը սիրով ձեր Լիլի հով էր։